Տիկին նախարար երկու հարց կադրային փոփոխություններ ինչ նրանց անդրադարձակ, նոր փոփոխություններ առաջիկայում նախատեսված են արդյոք եւ երկրորդ հարցը ինչը այստեղ եղավ եւ դարձավ այսպես ասենք նաեւ լրագրողների հետ վիճաբանության պատճառ 10 եպիսկոպոսներին ուղեկցելու հետ կապված Գեղամանուկյանն ասեց 300 ոստիկան դուք դրա հետ չհամաձայնվեցիք որպեսզի ես չասեմ մենք քանի ոստիկան ենք տեսել դուք ասեք ոստիկաններ քանիսն են եղել ինչ օրենքով են նրանք ուղեկցել արդյոք նույն որ խնդրեմ հետևից մի խոսեք էլ ես չեմ լսում ինչ հարցա որ ճիշտ պատասխանեմ Բոլորին է խոսք ուղղված։ Թիվն էիք ուզում հետո Եվ այնուամենայնիվ նաև նույն մենք տեսնում ենք որ առանձին հոգևորականների, որոնք այսպես ասենք, իշխանությանն են սատարում իրենց անմիջական վերահսկողությունն է, իրականացնում ոստիկանությունը, իրենք են դիմել, ոստիկանությունն է տեսել, որ կա անհրաժեշտություն նույն այդ քահանաներին, եպիսկոպոսներին պաշտպանել եւ ումից են պաշտպանում ամենակարևորը։ Նախ կադրային փոփոխությունների մասով, եթե ճիշտ լսեցի, նաև ասում եք կադրային հնարավոր փոփոխություններ սպասվում են, թե չեն սպասվում։ Կադրային փոփոխությունները բնականաբար ընթացիկ process է որպես այդպիսի նախարարության տեսանկյունից։ Տեղյակ եք, որ փոխոստիկանապետերի փոփոխությունից հետո մենք ունեցել ենք նաև բարեկային ծառայությունը որոշակի փոփոխություններ նկատնեմ մոնիտորինգի վարչությունը Երևանի գնդի հրամանատար նշանակվել է արդեն իսկ կա նշանակումը Երևանի գնդի հրամանատարի տեղակալն է նշանակվել նախկինում հենց այդ պաշտոններ զբաղեցնում եւ գումարտակի հրամանատարներից մեկը նաև նշանակվել է գնդի հրամանատարի տեղակալ, այսինքն շատ սինխրոն տրամաբանական աճ են ունեցել, առաջխաղացում են ունեցել այս մասով, որովհետև մեր ռեֆորմների սկզբունքում էլ է դրված հենց այս մոտեցումը, որ եթե անձինք աշխատում են, եթե արժանի են, առաջխաղացում պիտի լինի անխուսափելի, ըստ այդմ իրականացրել ենք նշանակումները, փոփոխություններ միշտ եղել են, նախորդ օրերին էլ են եղել, առաջիկա օրերին էլ կամ շաբաթներին կամ ամիսներին էլ կլինի, իհարկե ըստ անհրաժեշտության, որովհետև եթե կարիքը չենք տեսնում կադրային փոփոխության, այդպիսի փոփոխություններ տեղի չեն ունենում եւ մենք չենք կատարում դրանք ուղղակի անելու համար, ինչ վերաբերում է երկրորդ հարցադրմանը, ես վստահ եմ, որ դուք գիտեք, որ ես թիվ հնչեցնել չեմ կարող որովհետև ոստիկանական աշխատանքի տեսանկյունից դա ծառայության կազմակերպման ընդհանուր կոմպոնենտ է եւ թվի պատկեր հնչեցնել չեմ կարող, բայց նշեցի, որ 300 ուղեկցման process-ի մասով տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Դուք շատ լավ գիտեք այդ մասին, որովհետև դուք եք այնտեղ եղել, ձեզանից շատերը կամ այլ մեր սիրելի լրագրողներ այնտեղ են եղել եւ ոստիկանները, տեսեք, ոստիկանները դուք կարող եք տեսնել, որ շատ էին, որովհետև ինչ եք տեսել նաեւ տեղում։ Տեսել եք, որ երկու կողմ հավաք է իրականացնում մայրաթորի նույն տարածքում եւ կային նաեւ որոշակի սադրիչ գործողությունների մասով օպերատիվ տվյալներ եւ ոստիկանության պարտավորություններ հասկանալու ես հարգում եմ ձեր գործընկերոջը շարունակեմ պատասխանել հետո խոսամ։ Հիմա